Այստեղ էկրանի վրա ցույց տան, ես կուզեմ մի վկայություն անեմ իմ աղջկա բժշկությունը։ Հնարավոր է որ միացնեն։ Սա իմ աղջիկն է, 14 տարեկան, անունը Ման է։ Տարբեր եկեղեցիներ աղոթել են։ Հայաստանի, Ռուսաստանի, ամեն տեղերից աղոթք է բասացել դեպի երկինք։ Եթե կնկատեք երկար մազերով այդ հյուսերը, խնդրում եմ հաջորդ նկարը 12 ժամ վիրահատությունից հետո 12 ժամ վիրահատության ժամանակ արդեն տեղափոխել են վերակենդանացում եւ դուրս եկա մեկ ասեց բա ով է ծնողները ես կարճ համարոտ եմ պատմում ասեց ձեր աղջիկը ասեց բարի հովիվին է կանչում ասեք թող ներս գա ասես մարդիկ երևի իմ ապրումների հետ են խաղում ոնց բարի հովիվին ասեք թող ներս գա ես արագ ներս մտա եւ եկա տեսա իմ աղջիկա շուրթերը ինչ-որ բան են խոսում ականջս դրեցի իրա բերանին մոտեցեցի իրա մոտ 4 ստադիա չարվորակ ռակ հիվանդություն էր վերջի բանը բժիշկները տվեցին 2-ից 3 ամսվա կյանք շատ արագ այդպես ասած զարգացող իրավիճակները եւ ասեցին որ ձեր աղջիկը այսքան կյանք ունի եւ 12 ժամ վիրահատությունից հետո այսենց անգիտակից վիճակով արտասանում է 23 սաղմոսը Տերը իմ հովիվս է ես բանի մկարոտություն պիտի չունենամ նա ինձ հոտավետ արոտներին կարաշնորդ է հոգիս կնորոք է հանդարտ ջուրերի քով կպարկեսնե եւ եթե շարունակում թե մահվան շուքի ձորով անցնեմ չարեմ պիտի չվախնամ քանզի դու ինձ հետ ես ասում եմ մեկ անգամ վերջացնում եմ երկրորդը երրորդը չորրորդը հինգերորդը ես այդտեղ չդիմացա գոռացի ասի փառք ես բարի հովիվ որ դու իմ աղջկաս հետ ես մահվան շուքի